Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ, այս պահին կրկին մեր այգում եմ ես, եկել եմ հավաքեմ բոմյա, պատրաստելու եմ այսօր բոմյայի մարինադ, ուզում եմ կիսվել ձեզ հետ, ամբողջ ընթացքը հավաքելու և պատրաստելու։ Ահա տեսեք բոմյաները, պետք է հավաքենք փոքրիկ, որպեսզի ժամանակը չանցնի, երբ ժամանակ անցնում է, փայտանում է, պիտանի չի դառնում պահածոյացնելու համար։ Հիմա այսպես մկրատի օգնությամբ պոչիկից կկտրենք, ահա։ Հիմա կկտրեմ հաջորդ բոմյան, ահա։ Հավաքեմ և միանանք։ Ահա եւ էր սիրելիներս, հավաքեցի ամբողջ բոմյաները, հիմա կտանեմ խոհանոց եւ կընտրենք որն ենք պահածոյացնելու, ընտրելու ենք փոքրիկ բոմյաները։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիմա սկսում ենք պատրաստել։ Ասացի, որ ընտրելու ենք փոքր բոմյաները, այս մեծերը մեզ պետք չեն։ Հիմա այս փոքրիկները այսպես մաքրում ենք և պոչերը կտրելու ենք ոչ շատ խորքից, թողնելու ենք մի փոքր, այսպես։ Այսպես հեռացնում ենք այս փոքրիկ տերևիկները, ահա։ Պոչերը կտրելուց հետո հիմա պետք է մի լավ լվանամ հոսող ջրի տակ։ Ահա սիրելիներս, մի լավ լվանալուց հետո հիմա լցնում ենք ամանի մեջ սառը ջուր, պատրաստելու եմ աղաջուր, որպեսզի բոմյաները դնենք աղաջուր 30 րոպե, իր միջի այդ լորձը դուրս գալու համար։ Հիմա ջրին կավելացնեմ աղ, անելու ենք առատ աղ։ Խառնենք, որպեսզի աղը լուծվի ջրի մեջ։ Ահա ժողովուրդ ջան, հիմա բոմյաները ավելացնեմ աղաջրին։ Ասեմ, որ այս աղաջուրը պարտադիր է, բոլորս էլ գիտենք, որ բոմյան ծորացող հատկություն ունի, որպեսզի մեր մարինադը չծորա։ Կթողնեմ այսպես աղաջրի մեջ 30 րոպե, այսպես մի փոքր էլ նորից աղշաղ կտամ, ընթացքում անընդհատ կխառնեմ բոմյաները, որ հավասարաչափ մնան աղաջրի մեջ։ Կանցնի 30 րոպեն, կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, անցավ 30 րոպեն, հիմա աղաջրից հանենք մեր բոմյաները։ Լցնեմ այստեղ, որպեսզի մեկ անգամ էլ մի լավ կլվանանք։ Հիմա մի լավ լվանամ հոսող ջրի տակ և արդեն կսկսենք դասավորել տարաների մեջ։ Տարաներն էլ արդեն լվացել եմ, պատրաստել եմ նախորդ, պատրաստ է։ Հիմա լվանամ։
Հարազատներս լվանալուց հետո բոմյաները ինչ եմ անում, վերցրել եմ բաղադրիչները, ներկայացնեմ ինչ է մեզ անհրաժեշտ մարինադը պատրաստելու համար, վերցրել եմ էսենցիա 70%-անոց, աղ, շաքարավազ, լավրորի լիստ, սխտոր և սամիտ, սամիթի ծաղիկները։ Հիմա ինչ ենք անում, ավելացնում եմ տարաների մեջ համեմունքները, առաջին հերթին կավելացնեմ սամիթը, ամեն մի տարայի մեջ մի տերևիկ լավլորի լիստ և սխտոր, սխտորը ասեմ, որ բաժանելու եմ այսպես շերտերի 3 մաս, որպեսզի ավելի համեղ բույրը և համը տարածվի մարինադի հյութին, մարինադին ավելի համեղ ստացվեն։ Եվ կդասավորեմ արդեն բոմյաները։ Վերցնում ենք մեծ չափսի բոմյաները սկզբից, այսպես, կանգնացրած դիրքով շարում ենք տարայի մեջ։ Ահա ժողովուրդ ջան, տեսեք, այսպես դասավորելով մինչև վերջ, հիմա երեսը շարելու ենք այս փոքրիկները։ Արդեն կարող ենք կամ այսպես դնել, կամ նորից կանգնեցնենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն ամբողջ բամյաները դասավորելուց հետո կավելացնեմ ամեն 1 լիտրանոց տարային 1 թեյ գթալ աղ և մի փոքր այսքան, կավելացնեմ շաքարավազը, ավելացնել եմ շաքարավազը 2 թեյի գտալ, այսպես, եթե այդ մի փոքր քաղցրությունը ձեզ դուր չի գալիս, կարող եք լցնել 1 թեյի գտալ, բավական է։ Ես անում եմ 2 թեյի գտալ։ Հիմա կլցնեմ ջուր, սառը սովորական ջուր և դնելու ենք տարաները եռացնելու ընդամենը 3-ից 5 րոպե, երբ սկսի եռալ, ժամ կպահենք, շատ պետք չէ, որպեսզի չլխկվեն բոմյաները։ Չենք սպասելու դաժե, երբ սկսի դեղնել։ Հենց այդպես կանաչ վիճակով բոմյաները կփակենք արդեն կրիշկայով։ Ահա դրեցի արդեն տարաները կաթսայի մեջ, ջուր կլցնեմ հիմա կաթսան, լցնելու ենք այնքան, որպեսզի հասնի ջուրը այստեղ։ Հիմա կավելացնեմ սառը ջուր։ Ժողովուրդ ջան, այսքան բավական է ջուրը, տեսեք։ Հիմա կդնեմ գազօջախին, որպեսզի եռացնենք։ Ժողովուրդ ջան, դրեցի գազօջախին, կդնեմ տարաների վրա ծանրոցներ։ Այս ծանրոցները հատուկ տարաները ամեն անգամ եռացնելու համար են,
Շատ հարմար են։ Հիմա կփակենք կափարիչով եւ կսպասենք մինչ եռալը։ Երբ սկսում է եռալ, ժամ ենք պահում, ընդամենը 3-ից 5 րոպե բավական է։ Եվ կավելացնեմ արդեն էսենցիան եւ կփակենք արդեն վերջնական կրիչկաները։ Ժողովուրդ ջան, արդեն լավ եռում է, կարող եմ անջատել գազօջախը եւ վերցնել ծանրոցները։ Այսպես շատ տաք է, զգուշությամբ հանում ենք։ Հիմա դուրս հանեմ մի հատնել։ Այսպես։ Հիմա կլցնեմ էսենցիան, լցնելու եմ 1 թեյի գդալ ամեն 1 լիտրանոց տարային։ Այսպես։ Եվ կզակատենք։ Ահա ժողովուրդ ջան, վերջ, մեր բոմյաներն են այսօր պատրաստ։ Դուք էլ պատրաստեք իմ տարբերակով, հավատացնում եմ շատ համեղ է ստացվում։ Դուք էլ վայելեք ձմռանը։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր, բարձր տրամադրություն, Աստված օրհնի բոլորիս ընտանիքները, բոլորիս ուրախ ձմեռ։ Բոլորիդ շատ սիրում եմ, կհանդիպենք շուտով նոր, համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսերով։ Ցտեսություն։